Նոյեմբերի 16-ին Վահան 2011 կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեցին նաև Արմավիրի մարզում։ Ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել մեծ քանակությամբ զենք զինամթերք։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն էին ներկայացվել մի շարք քաղաքացիների կարճեցված խզակոթով հրացաններ, իշ տեսակի, ինքնաշեն ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, փամփուշտներ, նռնակներ պայթուցիչներով, ինքնաձիգի փամփշտակալներ, 400 գրամ տրոտիլ, ծխարձակիչներ, դետոնացիոն քուղ, լուսազդանշանային կրակիչ, RG-42 տեսակի բեկորային նռնակ և տարբեր տրամաչափի հարյուրավոր փամփուշտներ։ Դրանից բացի ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են Վոլտզան տեսակի գազային ատրճանակ իր փամփուշտներով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները խուզարկություն կատարեցին Ալաշկերտ գյուղի բնակիչ Հարություն Ասատրյանի տանը և նկուղում տակառի միջից հայտնաբերվեց ինքնաշեն հրացան, լիցքավորված ինքնաձիգի փամփուշտներով, իսկ ննջասենյակի կահույքի դարակից ինքնաշեն ատրճանակի իրան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում էինք, երբ հեռախոսազանգ հնչեց։ Ոստիկաններին տեղեկացրին, որ ռազմամթերք են թողնում մարզադաշտի տարածքում։ Ոստիկանների հետ նշված վայր մեկնեց օպերատորը, արձանագրեց զինամթերքի նաև հայտնաբերման այս դեպքը։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամովին ներկայացրել էին նաև փամփուշտներ, պայթուցիչներ, սվին դանակ։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները Լեռնագոգ գյուղի տներից մեկի խուզարկությամբ հայտնաբերեցին իշ 18 տեսակի ողորկափող որսորդական հրացան փամփշտագոտիով։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 10, գողության 6 դեպքից 4-ը, խարդախության 5 դեպքից 4-ը, իսկ խուլիգանության 1 դեպքն էլ բացահայտվել է։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այսօր վաղառավոտյան ժամը 5-ի սահմաններում Մայրաքաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել Մերսեդես Մագնիշի և լիաստղ տաքսի ծառայությանը պատկանող Շկոդա Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Մերսեդեսի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 22-ին ժամը 18:00-ին Աուդի Մագնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարուր Սևակի փողոցի թիվ 92 շենքի դիմաց ռայերթի է ենթարկել 36-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարում է քննություն։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Տերյան փողոցի իր վարձակալած բնակարանից բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող Արցախի փողոցի բնակիչ 66-ամյա Ազատուհի Հայրապետյանին, որը մարդու թրաֆիքինգի նպատակով Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի շարք անձանց հետ ստեղծել էր հանցավոր խումբ և 2003 թվականից մինչ 2010 թվականը ընկաժամանակահատվածում խաբեությամբ հավաքագրել ու սեռական շահագործման դիտավորությամբ Դուբայ տեղափոխել մի խումբ կանանց։ Ազատուհի Հայրապետյանը տեղափոխվել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Հետիոտներին խնդրում ենք փողոցն անցնել միայն նախատեսված վայրում, օգտվել ստորգետնյա ու վերգետնյա անցումներից։ Սա հենց ձեր անվտանգության համար է։ Վիճակագրությունից ավելի պերճախոս չենք կարող լինել։ Այս տարվա 10 ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 642 վրաերթ, զոհվել է 85, մարմնական վնասվածք ստացել 648 մարդ։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 192 հոդվածի առաջին մասի առաջին կետի հատկանիշներով հետախուզում է հայտարարվել Ախուրյան գյուղի բնակիչ 1961 թվականին ծնված Խաչատուր Մինասյանի նկատմամբ։ Խաչատուր Մինասյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ախուրյանի կամ մոտակա բաժին։ Գյումրիի Շահումյան փողոցի բնակիչ 1962 թվականին ծնված Սերգո Եղիկյանը սեպտեմբերի կեսերին Երևանում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նպատակով տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել։ Հագին եղել է մոխրագույն սպորտային վերնազգեստ, նույն գույնի տաբատ, սպիտակ կոշիկներ։ Սերգո Եղիկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 0312 38554 31861
կամ 102 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության Գյումրիի կամ մոտակա բաժին։ Այսօր եւ երեկ երեկոյան հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործում է ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները։ Հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը։ Հարցեր կարող եք ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ։ Ուղիղ կապը կգործի նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ից մինչև 17:30, 59 60 54 հեռախոսահամարով։